Հասկանալի է, բայց հասկանում ենք ինչի, որովհետև ստեցին աղմուկի ձայները լսեցին, փորձենք հասկանալ ինչ է տեղի ունեցել։ Ելույթ է, որը բավական սուր էր, այդպես պատճառով։ Ում հետ եք, կոնկրետ ում հետ եք միջադեպը։ Կարող եք նայել, բայց նենց ինչ որ մեծ միջադեպ չի։ Էդգար Ղազարյանի ելույթին նա հաջորդեց այս ամեն ինչը, պարոն Կարապետյան, Էդգար Ղազարյանի ելույթին հաջորդեց այդ միջադեպը, թե դրանից առաջ ինչ-որ բան էր տեղի ունեցել։ Էդգար Ղազարյանը։ Չէ, տեղի չէր ունեցել, պարոն Ղազարյանի ելույթի մեջ որակում եղավ, որի արդյունքում եղան երկու կողմից որակումներ։ Սրիկա արտահայտություն արեց պարոն Ղազարյանը։ Խոսենք, լավ, շնորհակալ։ Եվ այսպիսով այդ բարեկրթության զինադատարը խախտվում է, թե ոչ։ Հարցրեք Սիսակ Գաբրիելյանին։ Առաջին Տիկին Ղարամանյան Գաբրիելյանը։ Ինչ է ասել Ինչ է աղան Սիսակ Գաբրիելյանը, որ ձեր գնդակցան պատգամավորացումը հասցրեց Սիսակ Գաբրիելյանին, ասեք։ Պարոն Խանդանյան, ինչու կրքերը ձեր հարցի քննարկման ժամանակ բորբոքվեց։ Ճիշտ ասած, ես ուշադրությամբ փորձում էի հետևել նիստի ընթացքին, նույն պատգամավորը, որը սովորաբար արդեն հայտնի է սադրիչ մտքեր արտահայտելով, ինչ որ ելույթում վիրավորական արտահայտություն արեց, որից հետո դահլիճից դուրս ինչ-որ բան տեղի ունեցավ եւ ես այնտեղ չէի, չգիտեմ։ Իսկ ֆիքսեցիք, որ ձեր գործընկեր Սիսակ Գաբրիելյանը գնում էր Էդգար Ղազարյանի ուղղությամբ, ինչ նպատակով։ Ոչ, չեմ ֆիքսել նման բան։ Եվ այսպիսով ինչ տեղի ունեցավ այդ բարեկիրթ լինելու պայմանավորվածությունները խախտվելու են, որպես այդ պայմանավորվածությունը պահպանվի։ Երբեմն կառավարումից իրավիճակը դուրս է գալիս եւ մենք պետք է կարողանանք այնպես անել, որ հետ գա կառավարման Ինչ լինելու է։ Կարծում եմ, որ բարեկրթության եւ քաղաքական խոսքի շրջանակներից ձեր խմբակցության պատգամավոր անցել է, դուք եք այդպես կարծում եւ ինչու Ղազարյանի հետևից իշխանությունը դուրս եկավ, այնուհետեւ դուք ինչ էիք խոսում իշխանության։ Ամեն դեպքում բանը սուր ելույթներ եղան, այդ պատճառով պետք է որ ամեն երկու խմբակցությունները իրար հետ իրավիճակի պարզաբանում անեն, բայց մենք ամեն ինչ կանենք, որ փորձենք բարեկրթության նորմերը պահենք։ Դուք կարծում եք, որ անցել է Ղազարյանը բարեկրթության նորմը եւ քաղաքական խոսքի։ Կարծում եմ իր որակումը բարեկրթության նորմի ընդհանուր ձևաչափի մեջ խնդրահարույց էր։ Դուք խոսեցիք իր հետ, պարոն Կարապետյան։ Քիչները նշում են, որ եթե դուք չեք կարողանում կարգի հրավիրել Էդգար Ղազարյանին, նախ մի բերեք նիստերի դահլիճ, ապա իրենք կարող են դա։ Իրենք ցանկալի կլինի խորհուրդներ այդպիսի չտան, մենք հասկանում ենք, իրենք էլ թող հասկանան, իրենք էլ ունեն պատգամավորներ, որոնք բավական խնդրահարույց են ու մենք այդ պատգամավորների առումով իրենց ասել ենք։ Իսկ ինչ վերաբերում է ընդհանուր process-ին, նախագահությունից խոսել ինչ էր ասում ձեզ եւ Էդգար Ղազարյանը։ Շատ լավ։ Մեզ Հայկ Օնջորյանը դժվար կարողանա ինչ-որ բան ասի, բայց ամեն դեպքում
տեղի ունեցել բարեկրթության նորմերի հետ կապված խնդրահարույց սպա, որը կպարզաբանվի։ Միակողմանի Էդգար Ղազարյանի կողմից թե երկկողմանի նաև Խոնջորյանի ինչ եք կարծում։ Կարծում եմ, որ ամեն դեպքում որտքում է եղել էմոցիոնալ։ Շնորհակալ եմ։ Ղազարյանի կողմից կվերադառնա, հա, նիստերի դահլիճ դուք ունեք որոշում իր մասով իր հայրենի։ Հիմա ուր եք գնում 20 րոպե ինչու մեր հայտարարվել։ Գնանք սպաս։ Նիստերի պայմանավորվածության խախտում վերադառնալու են նիստերի դահլիճ։ Էդգար Ղազարյանը պատգամավոր է լինելու է Պարոն Ղարաբեկյան, հնարավոր է որ մանդատը վայրենելու կոչ արեք Էդգար Ղազարյանին։ Մտածում եք դրա վերաբերյալ։ լուծելու համար են, ավելի շատ եւ ոչ թե բարթացնելու։ Կաշխատենք խնդիրները։ Այսինքն դա կարող եք նաև տեսնել Այսինքն խոսակցություններից։ խոսակցություն կամ Ես ֆիքսել եմ, որ առաջինը նա իր տեղից վերկացավ եւ եկավ դեպի դուռը, այսինքն փորձեց հետևել Էդգար Ղազարյանին։ Ես չեմ ասել հայտարարության մասին, ես ասել եմ առաջինը նա իր տեղից վերկացավ եւ շարժվեց դեպի մուտքը, Այսինքն ագրեսիվ պահվածք տեսակետ բավականին էմոցիոնալ ձևով փորձում էր դուրս գալ, այո։ Դահլիճում բոլոր ուղղություններով տեսախցիկներ կան, կարծում եմ ֆիքսված կլինի, կարող եք տեսնել։ ինչ-որ բան տեղի ունի։ Տեղյակ չեմ, ինչպես դուք բոլորը շրջապատել էիք, պատգամավորներին, ինքներդ ականատես էիք եւ մենք ավելի ուշ ենք դուրս եկել դահլիճից։ Շնորհակալություն։ Ես գնահատական չեմ տա, հարգելի պարոն Կիրակոսյան, դուք լսեցիք ելույթի շեշտադրումները, կարծում եմ լսեցիք նաև դահլիճից արձագանքները մյուս ֆրակցիայից։ Շնորհակալություն։ Արդյոք խախտվեց Ինչպես պատգամավորների մեկնաբանեմ, եթե ոչ սանձարձակ պահվածք, ամեն անգամ թույլ են տալիս վիրավորանքներ հնչեցնել ու ոնց են մտածում պետք է համակերպվենք այդ ամեն ինչի հետ, թե պետք է ձեն չհանենք։ չէ իրավիճակը սրողներից։ Այսինքն, Հայտարարություններ եք անում, ինչ որոնք հայտարարություններ։ Երբ որ ասում եմ, ասել եք հայ ժողովուրդն է ընտրում հայոց հայրապետին, խնդրում եմ ասեք, թե երբ է հայ ժողովուրդը ընտրել հայոց հայրապետին։ Դա նշանակում է վիճակը սրել։ Չէ, դուք նաև ասում եք Գյորմամիշ, դուք նաև ասում Դա եղել է պարզ, հստակ հակադարձում նույն բառով, ինչ որ կրկնել է, ասել է իրենց առաջնորդը։ Ավել եւ ոչ մի բառ ես իմ կողմից չեմ ավելացրել։ Հիմա ինչ կարող ենք ասել, որ պայմանավորվածությունը խախտվեց եւ Հիմա պատգամավորները հիմա կփորձենք բնականon հունով մեր աշխատանքները շարունակել, հուսալով, որ առաջիկայում այլևս նման օրինակ դեպքեր չեն կրկնվի։ Մեծ հույսով, որ չեն կրկնվի, բայց երաշխավորել դրա դիմաց բնականաբար ես չեմ կարող։ Պարոն Ղազարյանը պարզապես հիշել էր իր զոհված ազգականին եւ միշտ ըմբռնվում են, չէ՞, մոտենում զոհվածների, հարազատների, գնահատականներին։ Դուք ո՞նց եք պատկերացնում, քանի падգամավոր կա, ամեն падգամավոր մոտենա ամբիոնից խոսալուց, հիշի իր զոհված ազգականներին, հիշի օրինակ հանրապետականի իշխանության օրոք կամ Քոչարյանի իշխանության օրոք տուժած իր հարազատներին, պետք է վիրավորանք հնչեցնի այդ նստածների հասցեին, չեմ կարծում, դա սխալ մոտեցում է, ու մարդիկ պետք է սովորեն իրենց էմոցիաները զսպել։ Պարոն Չախոյան, սա էմոցիաները չզսպելու որդկում էր, թե միտումնավոր արված հայտարարություն, ուրվեք ասել քաղաքական սադրանք։ Հարգելիներս, ես ոչ մեկի համար ոչինչ չեմ կարող երաշխավորել, առավել ևս ընդդիմության համար, որը մոտենում եմ։ Չենք կարող երաշխավորել, թե որ պայն ինչ պահվածք կդրսևորեն, թե ամեն ինչը միտումնավոր էր, թե ոչ, բնականաբար չենք կարող ասել։ Իսկ հիմա խնդրում եմ կներեք ինձ, պետք է մտնեմ դահլիճ։ Շնորհակալ եմ։ Իսկ երբ հարցնում են պատգամավորին, թե քերին ոնց է, նա ուրախությամբ պատասխանում է, որ փառք Աստծո, լավ է քերին, թող լավ լինի քերին, բայց իմ քերին չի կարա լավ լինի, որովհետև նրա անվանակից թորնիկը Աղաջան Ջանոյանը, որի մկրտության կնքահայրն եմ ես, Մխիթար Հերացու անվան
պետական բժշկական համալսարանի առաջի կուրսի ուսանող զոհվել այդ պատերազմում։ Իմ քեռին եւ ես երբեք չեն կարող արդեն լավ լինել։ Երբեք չեն կարող լավ լինել։ Մենք լավ կլինեինք, եթե Աղաջան Ջանոյանը դառնար իր երազանքի ռազմական բժիշկը եւ փրկեր մեր զինվորների կյանքը, որը դուք սրիկայաբար փորձում եք շահարկել այստեղ։ Պարոն Ղազարյան, ձեզ կոռեկտ պահեք, դուք ստանում եք նախազգուշացում, ձեր ոչ կոռեկտ եւ անբարտավան պահվածքի պատճառով, եւ ես ձեզ զգուշացնում եմ, հարգելի գործընկերներ, լռություն պահպանեք։ Եվ ես ձեզ զգուշացնում եմ, որ հաջորդ անգամ նման պահվածքից հետո, եթե դուք չինքնա էվակուացվեք այս դահլիճից, ձեզ էվակուացնելու են եւ դուրս են շպրտելու այս դահլիճից եւ ազգային ժողովի շենքից։ Պարոն Կարապետյան, հիմա չեք կարող խոսել, ես ձեզ առաջարկում եմ, որ կարգի հրավիրեք ձեր падգամավորի եւ չափավորեք, հակառակ դեպքում նրան այնպես կչափավորեն, որ այլևս երբեք չի կարող այդ չափերից դուրս գալ։ Հիմա չեք կարող, հիմա խնդրում եմ, հարգելի գործընկերներ, քաղաքացիական պայմանագրի հետ վերադարձեք դահլիճ։ Հարգելի գործընկերներ, պարոն Լևոնյան, ուր եք գնում։ Զբաղեցրեք ձեր տեղերը, նիստը շարունակվում է։ Վերադարձեք դահլիճ եւ զբաղեցրեք ձեր տեղերը։ Հաջորդ ելույթի համար Սուզաննա Ավետիսյան։ Նիստը շարունակվում է Սուզաննա Ավետիսյան։ Համեցեք տիկին Ավետիսյան։ Հարգելի գործընկերներ, փակեք դռները, զբաղեցրեք տեղերը, նիստը շարունակվում է։ Համեցեք, խնդրեմ։ 20 րոպե ընդմիջում։